Մեր եթերը շարունակվում է։ Մեր հյուրն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Ես չեմ ուզում այսօր խոսել հապկի մասին։ Ես ընդհանուր առմամբ, պարոն Ղևոնդյան, համարում եմ հապկի թեման Հայաստանի համար սպառված։ Ինչու սպառված, որովհետև պարզ է հապկը մեզ համար ուղղակի գոյություն չունի։ Մենք այսօր անվտանգային ճարտարապետությունից դուրս ենք, հապկը չի ապահովում այդ անվտանգությունը, Ռուսաստանը չի ապահովում, փորձենք հասկանալ ինչ է կատարվում ըստ այդմ հայ-ռուսական հարաբերություններում։ Արտգործնախարար Լավրովը ուղիղ տեքստով ասաց, որ եթե մենք դուրս ենք գալի հապկից, ուրեմն մենք պետք է դուրս գանք մնացյալ ինտեգրացիոն, միավորումներից, որոնց ետևում կանգնած է Մոսկվա, Մոսկվայի կուրացիայի տակ, պարզ է, որ թիվ 1-ը դա ԵԱՏՄ-ն է։ Ես չեմ հարցնելու, արդյոք պատրաստ ենք մենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, թե ոչ, ես փորձելու եմ հարցը ձևակերպել այսպես. Ինչ ուղղություններ կան, որով մենք կարող ենք աշխատել, մեր բիզնեսը, մեր տնտեսությունը, մեր տնտեսվարողները կարող են աշխատել, որպեսզի այդ հապկից դուրս գալը հնարավորինս ավելի պակաս ցավալի լինի։ Երևի ԵԱՏՄ-ից դուրս գալ։ ԵԱՏՄ-ից, հա, ԵԱՏՄ։ Այո, շնորհակալություն։ Ես առաջինը նշեմ, որ հույս ունեմ, որ իսկապես մենք հապկից դե յուրե դուրս կգանք, որովհետև դե ֆակտո մենք հապկում չենք։ Եվ առավել եւս շատ ավելի մեծ հույսեր ունեմ, որ դրանք հետևի նաև ԵԱՏՄ-ից դուրս գալը, որովհետև Եվրասիական տնտեսական միությունը գոնե վերջին տարիներին Հայաստանի համար պատուհաս է դարձել եւ գործիք է դարձել Ռուսաստանի ձեռքում Հայաստանին ճնշելու։ Նշեմ, որ որպես այս մտքի հիմնավորներից մեկը նշեմ, որ ապրիլի 1-ից նոր կարգավորում է Հայաստանում գործելու, որի մասին արդեն իրազեկվել են տնտեսվարողները եւ մաքսային աշխատանքներով զբաղվողները, որի շրջանակներում ապրանքների մոտ 90%-ի ներմուծման դեպքում պահանջվելու է ներմուծողից Եվրասիական տնտեսական միության համապատասխանության սերտիֆիկատ, ինչը բավական ժամանակատար եւ Հայաստանի շուկային ընդհանրապես չհամապատասխանող գործընթաց է եւ նաեւ ֆինանսատար գործընթաց է։ Հաշվի առնելով շուկայի փոքր չափերը։ Հաշվի առնելով շուկայի փոքր չափերը, հաշվի առնելով մեր շուկայի սպეციფիկան, հաշվի առնելով այն, որ հայ մարդիկ մի փոքր մանրախնդիր են ապրանքներ ընտրելու հարցերում, եթե օրինակ Ռուսաստանի անցարյացիր Սիբիրներում մարդիկ գնում են սառնան առնելու, սառնան գնելու եւ գնում են սառնարան, կարևոր չէ դա ինչ մոդել ունի եւ այլն, կարևորը միայն լիտրն է, ապա Հայաստանում նայում են թե արդյոք այդ սառնանի լույսը անջատելու ռեժիմ ունի թե չունի եւ ըստ դրա են ընտրում եւ բազմաթիվ նման մանր հարցեր, ինչը բավական յուրահատուկ է դարձնում Հայաստանի շուկան եւ շատ դժվար է դարձնում իմ նշած այդ կարգավորման իրականացումը։ Ըստ տարբեր տեղեկությունների այս կարգավորումը ստիպում են Հայաստանին Մոսկվայից եւ Հայաստանը ստիպված է գնալ այդ կարգավորմանը, ինչին հետևելու է բավական լուրջ խնդիր Հայաստանի տնտեսությունում եւ գների ակնհայտ թանկացում, որովհետեւ այդ սերտիֆիկատները ձեռք բերելը բնականաբար ազդելու է ապրանքի գնի վրա, ինքնարժեքը բարձրանալու է եւ շուկայում մենք թանկացումներ ենք տեսնելու։ Նշեմ, որ այս կարգավորումը վերաբերում է, ինչպես ասացի, ապրանքների 90%-ին՝ սնունդ, կահույք, հագուստ եւ այլն, տեխնիկա եւ այլն, համարյա այդպես առօրյա օգտագործման ամեն ինչին, այսպես ասենք, եւ ես հուսով եմ, որ այս կարգավորումը երկար չի գործի, որովհետեւ ինչպես ասացինք, կա գործընթաց, որի դեպքում հնարավոր է Հայաստանը ի վերջո գրողիցոցն ուղարկի այդ ԵԱՏՄ կոչվածը, բայց վերադառնալով ձեր հարցի բուն իմաստին, ինչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացնել իր տնտեսական հնարավորությունները։ Ես նշեմ, որ բավական մեծ հետաքրքրություն կա հայկական ապրանքների, հատկապես հարավային ուղղությամբ դեպի ասիական մայրցամաք, դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ մերձակապետություններ, Հայաստանը պետք է կարողանա մաքսային ընթացակարգերի պարզեցման միջոցով հնարավորություններ ստեղծել դեպի այդ ուղղություններ եւ այստեղ նորից բախվում ենք ԵԱՏՄ խնդիրներին, որովհետեւ մաքսային ընթացակարգերի պարզեցումը միայն Հայաստանը անել չի կարող, եթե նա ԵԱՏՄ անդամ է, այստեղ փակ ցիկլ է, այսպես ասենք։ ԵԱՏՄ-ն կոնկրետ խնդիր է մեզ համար այստեղ։ Ակնհայտորեն խնդիր է ԵԱՏՄ-ն մեզ համար, ԵԱՏՄ-ն խնդիր է եղել միշտ, այնուամենայնիվ կար մի ժամանակ, երբ ԵԱՏՄ անդամ լինելը Հայաստանին ձեռնտու էր զուտ ֆինանսական տեսակետից։ Ես նշեմ ինչ էր դա կապված, մինչև 2018-19 թվականի հայտնի իրադարձությունները Հայաստանում մաքսային
ոլորտից գումարների բյուջե գնալ գումարները որոնք գնում են բյուջե եւ դրանից հետո այն գումարները որոնք գնում են բյուջե շատ մեծ տարբերություն կա բաց աղբյուրներից դա կարելի է հավաստի անալ եւ այդ տարբերությունը ես անձամբ բացատրում նրանով որ մինչ այդ գոյություններ համակարգային կոռուպցիա եւ գումարների շատ մեծ հատված ուղիղ բյուջե գնալու փոխարեն գնում էր որոշ մարդկանց գրպանները եւ այն իրավիճակը, որում մենք այսօր ենք, երբ համակարգային կոռուպցիա չկա, իհարկե խոսք չի գնում նրա մասին, որ ընդհանրապես կաշառքի մասին խոսք չկա, ինչ որ մակարդակ այնուամենայնիվ ամբողջ աշխարհում կա, Հայաստանում եւս կա, այնուամենայնիվ մյուս կողմից գումարների այդ մեծ հոսքը դեպի բյուջե, հատկապես մաքսային հարկերի ուղղությամբ այդ մեծ հոսքը ցույց է տալիս, որ իրավիճակը փոխվել է եւ ստացվում է այնպես, որ Հայաստանը վճարում է ընդհանուր այդ կաթսային ԵԱՏՄ-ի շատ ավելի շատ, քան ստանում է հետ, ի տարբերություն նրա, որ մինչ իմ նշած ժամանակաշրջանը Հայաստանը քիչ էր վճարում եւ ստանում էր ավելի շատ, որովհետեւ տոկոսային հարաբերակցությունը նույնն է այն ժամանակ էլ հիմա էլ, բայց գումարները ավելի շատ են։ Չափաբաժինը օրինակ Ռուսաստանում եւ Հայաստանում իրար հետ չեն բռնում։ Կոռուպցիայի չափաբաժինը բացի կոռուպցիայի չափաբաժինը տեսեք քանի որ չկա համակարգային կոռուպցիա եւ Հայաստանը կարողանում է հավաքագրել հնարավորինս ավելի շատ մաքսատուրք, այդ մաքսատուրքը գնում է Ռուսաստան, բայց քանի որ այնտեղ այդ կաթսայի մեջ հավաքում է ոչ միայն Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Կырգызստանը եւ դրանից տոկոս է հանվում, մյուս երկրների գումարները բնականաբար օրինակ Ռուսաստանի հավաքագրած գումարները անհամեմատելի են Հայաստանի հավաքագրած գումարների հետ, շատ ավելի շատ են եւ այդպես գումարվում են իրար տոկոսը նույնն է տոկոսը մոտավորապես այդպես շատ փոքր է փոխվում որովհետեւ Հայաստանի մասնաբաժինը փոքր է եւ արդյունքում մենք ենթադրենք 100 միլիոնի փոխարեն այդպես տեսական թվեր եմ ասում իհարկե խոսքը դրա մասին չի 100 միլիոնի փոխարեն ստանում ենք 120 միլիոն բայց եթե նախկինում այդ 100 միլիոնի դիմաց մենք փոխանցել ենք 50 միլիոն հիմա փոխանցում ենք 300 միլիոն Ես ինձ դա եմ ասում այո եւ կարելի է ասել որ այս պահին ԵԱՏՄ-ն նույնիսկ այդ հարցում մեզ որևէ բան չի տալիս, եթե գոնե այդտեղ կարող էին այդպես բացատրել մինչև 2018 Լավրովը ինչու է մեզ այդ դեպքում սպառնում ԵԱՏՄ-ի մասով։ Ինչով է այդքան կարևոր մեզ համար այդ դեպքում ԵԱՏՄ-ն։ Ես նշեմ, դա կապված է նաև ձեր առաջին հարցի հետ, ինչ պետք է անի Հայաստանը իր տնտեսությունը պատրաստելու ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, որովհետև Հայաստանի տնտեսությունը շատ մեծ չափով կապված է ԵԱՏՄ-ի հետ։ Այն իրավիճակը, որը ձևավորվել է 2015 թվականից, երբ փաստացի Հայաստանի մաքսային համակարգը միացվեց ԵԱՏՄ մաքսային համակարգին, բերեց նրան, որ Հայաստանում տնտեսական գործողությունները, տնտեսական գործընթացները մերվեցին ընդհանուր ԵԱՏՄ տարածքի հետ եւ ստացվել է մի այնպիսի իրավիճակ, որ եթե մենք չգնայինք ԵԱՏՄ, եթե շարունակեինք մնալ որպես առանձին տնտեսություն, այսօր մենք շատ ավելի լավ վիճակում կլինեինք ընդհանուր փոխկապվածության իմաստով, տնտեսական փոխկապվածության իմաստով, քան այն պարագայում, երբ մենք ԵԱՏՄ-ի հետ ենք եւ այսպես ավելի པարզ օրինակով ասեմ, որպեսզի մեր ունկնդիրներին ավելի հասկանալի լինի, եթե հնարավորություն կա տվյալ ապրանքները ուղարկել կամ ստանալ ԵԱՏՄ-ից, հայ տնտեսվարողը աշխատում է այդ ուղղությամբ, ինչու, որովհետև այդտեղ մաքսային ընդհանրակարգերը պարզեցված են, ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն կիրառվում եւ այլն։ Նույն ապրանքը ուղարկելը Իրան, ուղարկելը այլ պետություններ մի փոքր խնդիրների հետ է կապված եւ բնականաբար մարդիկ փորձում են ավելի հեշտ փողեր աշխատել, դա նորմալ հոգեբանություն է եւ այդ պատճառով տնտեսությունը շատ մեծ չափով կապվել է ԵԱՏՄ-ի հետ։ Լավրովը սպառնում է, որովհետև հասկանում է, որ եթե Հայաստանը այսօր դուրս գա ԵԱՏՄ-ից, այդ կապվածությունները խզվելու են եւ մինչեւ Հայաստանի տնտեսությունը կարողանա այդպես վերափոխվել եւ վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ, մենք որոշակի ժամանակ տնտեսական նվազում կունենանք, ինչը ակնհայտորեն Հայաստանի իշխանություններին, ովքեր որը Հայաստանի իշխանությունը խնդիր է դրել տնտեսական զարգացման առաջանցիկ տեմպեր ունենալ, ակնհայտորեն ձեռնտու չէ եւ Լավրովը հասկանալով դա փորձում է այստեղ սպառնալ մեզ։ Ես հիշում եմ ժամանակին մենք ունենք Եվրամիության հետ առևտրային ռեժիմ GSP+, եթե չեմ սխալվում, հիմա գործում է այդ ռեժիմը։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ կոնկրետ այդ ռեժիմը գործում է թե չէ, բայց այո, արտոնյալ առևտրի ռեժիմը, բայց ես մեկ այլ տեղեկության մասին նշեմ, որ կարծես թե Եվրամիության հետ Հայաստանը պատրաստվում է նոր տնտեսական փաթեթ
պատրաստել եւ ստորագրել, որի շրջանակներում Հայաստան Երևանություն տնտեսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, ավելին քան ասոցիացիան համաձայնագիրն է ըստ ամենայնի, եւ այստեղ եւս ես հուսում եմ, որ ԵԱՏՄ կարգավորումները չեն խանգարելու, իսկ եթե խանգարելու են, ապա ընտրությունը ակնհայտ է։ Հայաստանը պետք է սկսի արդեն ԵԱՏՄ-ից եւս դուրս գալու գործընթաց, որովհետեւ ես նշեմ, շատ կարեւոր է այստեղ մի գործոն կա, որի մասին չեն խոսում, անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե չեն խանգարում այս ինտեգրացիոն կառույցները, տեսեք Հայաստանի պաշտոնյաները երբեմն ասում են, թե հապկում լինելը չի խանգարում այլ ուղղություններին, այնուամենայնիվ չէ որ հապկը ԵԱՏՄ-ն կամ Ռուսաստանը ընդհանուր առմամբ օգտագործելու են այդ գործիքները, որպեսզի Հայաստանը չկարողանա մեծ ազատության աստիճան ունենալ, այս դեպքում ինչու սահմանափակել ինքդ քեզ։ Մեր որոշակի փորձագետներ, մեր գործընկերներից քաղաքական գործիչներ շարունակում են կոչեր անել, որ Հայաստանը հենց Հայաստանի նախաձեռնությամբ Ռուսաստանի հետ սկսի ինչ-որ դիվանագիտական կոնսուլտացիաներ, բանակցություններ հարաբերությունների պարզեցման ուղղությամբ, որպեսզի այս կրիզիսը, որը կա, հարթվի։ Դուք տեսնում եք այդպիսի հնարավորություն։ Ես կարծում եմ բուն գործընթացը ինքը դրական կարող է անդրադառնալ Հայաստանի շահերի տեսակետից, եթե Հայաստանը այդ դիվանագիտական համաձայնություններին գնա եւ բերի Ռուսաստանի սեղանի շուրջ եւ ներկայացնի այն նոր տեսակի հարաբերությունները, որը պատկերացնում է Հայաստանը Ռուսաստանի հետ գործընթացներում։ Դա հարցի մեկ այլ կողմն է, Ռուսաստանը պատրաստ է թե չէ, բայց փաստացի Հայաստանը իրականացնում է այնպիսի գործունեություն այս պահին եւ մտել է այն հուն, որը տանելու է այնտեղ, որտեղից մեզ հետ բերել կարող է ինչ-որ միայն ֆորս մաժոր։ Ասել է, որ նրանք պատրաստ են վերաձևակերպել հարաբերությունները, բայց ասել է ավելի շատ այսպես Չէ, եկեք չդիտենք եւ չքննարկենք թե ինչ է ասել Լավրովը, եկեք դիտարկենք եւ քննարկենք թե ինչ է պետք Հայաստանին։ Լավրովը շատ բան կարող է ասել։ Հայաստանի հստակեցնել Ռուսաստանի դիրքորոշումը, որպեսզի պարզ դառնա ինչի մասին մենք կարող ենք իրենց հետ խոսել։ Ինձ համար շատ ավելի կարևոր է Հայաստանի դիրքորոշումը եւ Հայաստանի ընտրած ուղին։ Հայաստանը կոնկրետ գնում է մի ճանապարհով, որտեղից վերադարձի հնարավորություն չկա։ Վերադարձի հնարավորություն նշանակում է կորցնել հայաստանոց պետականությունը։ Դա չի կարելի թույլ տալ որևէ դեպքում եւ Հայաստանը արդեն Հայաստանի իշխանությունները արդեն ստիպված են գնալ այդ ճանապարհով եւ քանի որ ստիպված են գնալ այդ ճանապարհով ժողովուրդը ասում է ջուրը մտնողը պետք է թրջվելուց չվախենա Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը օրինակ կարող է սա որպես խորհուրդ Հայաստանի իշխանություններին կարող է նման կոնսուլտացիաների առաջարկով հանդես գալ Ռուսաստանի իր գործընկերների հետ որոնց ժամանակ դնել սեղանին նոր տիպի հարաբերությունները որը Հայաստանն է պատկերացնում Ռուսաստանի հետ այդ հարաբերությունների վերաբերյալ թե փաստաթղթեր, թե մոտեցումներ եւ ներկայացնել այն ճանապարհը ուր գնում է Հայաստանը։ Հայաստանը գնում է դիվերսիֆիկացման։ Ռազմական անվտանգության ոլորտում մենք տեսնում ենք, ես հուսով եմ, որ այդ դիվերսիֆիկացումը վերաբերելու է նաեւ այլ ոլորտներին եւ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ապա պետք է ռուս գործընկերներին ներկայացնել, որ այս ուղու վրա դուք մենք ձեզ տեսնում ենք այս դերակատարմամբ։ Այլ հարց է Ռուսաստանը դրան կհամաձայնի, չի համաձայնի, գործողություններ կանի, թե չի անի, բայց փորձել գոնե կարելի է։ Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում Հայաստանի շահերին համապատասխանում է։ Ռուսական ընդհանուր ներկայությունը 102-ի մասին եմ ես խոսում։ Այո, հասկանում եմ ինչի մասին եք ասում, այստեղ խնդիրը նրա մասին է, թե այդ ներկայությունը ինչ է տալիս այս պահին Ռուսաստանին։ Հայաստանը ինչ է տալիս։ Հայաստանը ակնհայտ է, որ այս պահին այն անվտանգային իրավիճակում, որը գոյություն ունի, այդ ռազմաբազան որևէ բան չի տալիս, բայց կա հավանականություն, կա հնարավորություն ըստիս, որ Հայաստանը վերափոխելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ կպահպանի այդ 102-րդ ռազմաբազան։ Եթե այդ 102-րդ ռազմաբազան իր նպատակների, իր գործունեության մեջ հետևի այն մոտեցումներին, որոնք Հայաստանը կցանկանա, որպեսզի նրանք իրականացնեն։ Տեսեք, մենք մինչև 2044 թվականը ունենք պայմանագիր Ռուսաստանի հետ, որ Թուրքիայի սահմանը օրինակ պետք է պահպանեն այդ ռազմաբազայի ներկայացուցիչները։ Ես ճիշտն ասած դժվար եմ պատկերացնում, թե Հայաստանը ինչպես կարող է խզել այդ պայմանագիրը առանց էական վնասների Հայաստանի համար, այնտեղ կարծեմ նույնիսկ ֆինանսական խնդիրներ են առաջանում, եթե ժամկետից շուտ կողմերից որևէ մեկը խզում է այդ պայմանագիրը։ Այսինքն կարելի է
այդ ռազմաբազան ունենալ, բայց որևէ լուրջ դերակատարում, որը խանգարի Հայաստանի շահերի իրացմանը, այդ ռազմաբազան չիրականացնի։ Այդ ամենը հաշվարկի հարց է գուցե եւ այդպես չէ, գուցե եւ պետք է որպեսզի այդ ռազմաբազան Հայաստանում չլինի։ Սա պետք է բոլոր թեր եւ կողմերը հաշվարկել, կշռել եւ դրա հիման վրա որոշել թե ինչպիսի քաղաքականություն վարել այս ուղղությամբ։ Եվ վերջի հարցը, պարոն Ղևոնդյան, ես չեմ կարող այդ հարցը չտալ, դա երկրի անվտանգությունը։ Ինչ անենք այս ոլորտում, եթե մենք Ռուսաստանի հետ, ինչպես եւ դուք եք ասում, վերանայում ենք այդ հարաբերությունները եւ Ռուսաստանը օրինակ հրաժարվում է մեզ գազ մատակարարել կամ ատոմակայանի համար ուրան վարել։ Տեսեք, մենք փորձում ենք վազել գնացքի առջևից, իրականում այդպես չէ։ Հայաստանը պետք է իր այլընտրանքները ձևավորի, այլընտրանքներից մեկը Իրանից գազ ստանալն է, ձեր նշած դեպքում, մեկ այլ այլընտրանք է օրինակ ատոմակայանի համար ուրան ստանալը այլ պետություններից, օրինակ սկանդինավյան պետություններից նման հնարավորություններ կան։ Ես այլընտրանքների ուղիներն եմ մատնանշում, բայց ես իրականում տեղյակ չեմ Հայաստանի իշխանությունները այդ այլընտրանքները ձևավորել են թե չէ, այդ պայմանավորվածությունները կան թե չէ։ Հաշվի առնելով այն, որ դրանք բոլորը գործիքներ են Ռուսաստանի ձեռքին, որոնք Ռուսաստանը կարող է ցանկացած պահի օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու, ապա Հայաստանը պետք է այդ այլընտրանքները ձևավորի օր առաջ, եթե հնարավորություն կա, հենց այսօր պետք է այդ այլընտրանքները ձևավորի։ Միաժամանակ ոչ ոք չի ասել, որ հաստատ օրինակ Ռուսաստանը այդ ճնշումը օգտագործելու է։ Եվս մի գործում կա, եթե Ռուսաստանը օրինակ գազի գինը թանկացրեց եւ մենք հրաժարվեցինք, նա ուղղակի կորցնում է այդ ճնշման լծակը։ Այո, ես հենց դրան եմ գալիս, տեսեք, Ռուսաստանը գազ մատակարարում է Հայաստանին եւ գնի թանկացման մասին դեռևս մինչեւ այս պահը, երբ մենք դա քննարկում ենք, խոսակցություն չկա։ Գուցե Ռուսաստանը շարունակում է աշխատել կամ գուցե Ռուսաստանը ինչ-որ աննշան թանկացում է անում, որը տեղավորվում է Հայաստանի հնարավորությունների սահմաններում։ Այսինքն այստեղ սցենարային մշակումներ են պետք, այնուամենայնիվ այդ այլընտրանքները հաշվի առնելով, պատրաստվելով եւ սպասելով, որ կարող է ինչ-որ ժամանակ էլ այնուամենայնիվ գա, երբ Ռուսաստանը օգտագործի այդ գործիքները։ Այնուամենայնիվ հրամայական է պատրաստվել այդ ամենին եւ փորձել դիվերսիֆիկացնել ցանկացած ուղիները։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղևոնդյան։ Մեր հյուրն էր քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, իսկ ես ավարտում եմ իմ այսօրվա եթերը։ Առաջին եթերում կհանդիպենք։